Տիկնայք եւ բարոնայք, բարի երեկո եւ բարի բախտ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն ամուսնալուծվել։ Այսօր ներսարիում հարաբերությունների մտահոգ ռենեսանսն եւ մարմնի խաղաղության նոր երջանկությունն է։ Ներսում սիրո կառուցվածքն անատոմիայի բաժանող զույգ Աշոտ Տեր-Մաթևոսյան եւ Սոֆյա Պողոսյան ամուսնավերլուծություն ներկայացում եւ իհարկե նա, ով կարող է լսել, հասկանալ եւ ապրում մաքցել յուրաքանչյուրի հետ։ Դիմավորեք Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտող, այսօր ունենք շատ տարբեր երկու աշխարհ թատրոնի ճշմարտություն եւ մարմնի հանգստության ներդաշնակություն։ Այս երկու բանը կարող են լրացնող լինել միմյանց եւ շատ նման են իրար։ Թատրոնում հոգեբանական մերսում են անում, իսկ սպա կենտրոնում ֆիզիկական։ Ու երկուսն էլ ավարտվում են մի բանով, ինչ լավ եղավ։ Այսօր ներսում կխոսենք մի ներկայացման մասին, որը համացանցում արդեն դարձել է մեմային մակարդակի հիթ, հա։ Մեկը գրել է օրինակ ամուսնավերլուծությունը նայելուց հետո տուն գնացի ու 2 ժամ ներողություն խնդրեցի։ Ոչ մեկից, just in case։ Մյուսը գրել է, երբ մտածում եք, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, գնացեք ներկայացումը դիտելու եւ կիմանաք, որ չէ, հաստատ այնքան էլ չէ։ Մյուսը գրել է ուրեմն սեր պլյուս ինքնակննադատություն հավասար է թատրոն ու հիմա եկեք սկսենք, հա, Ներսարի գիշերային շոուն, սիրով ուզում եմ ներկայացնել մեր բենդին, Rootline and Friends, տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ հիմա ժամանակն է, որպեսզի գնանք դեպի V&M բար, գնացինք։ Հավատացեք ավելի ջերմ զգացողություն, քան այն, որ V&M կոնյակը ջերմացնում է մարմինը, չկա, մի տեսակ դառնում ես փափուկ, հալվող ու հաջողակ նաև։ Ժամանակն է V&M կոնյակի հիմքով մեր easy mix-երի, որոնք ես միշտ պատրաստում եմ Ներսարի ընթացքում, որպեսզի դուք եւս կարողանաք տանը պատրաստել ինձ հետ միասին ու Ներսարին դիտելիս այն վայելել։ Այսօրվա կոկտեյլը մենք անվանել ենք դիտակետ, որպեսզի ամուսնավերլուծությունը այդ վերնագիրը ես կարողանամ ինքս վերլուծել, բաղադրությունը հստակ ստուգել եւ ասեմ, որ ես տեսնում եմ 60 մլ 3-հական V&M կոնյակ իմ եւ հյուրերիս համար, այնուհետեւ ավելացնում եմ ծիրանի հյութ, կարծում եմ բոլորիս տներում դեռ կա այդ հին ու բարի մայրիկների եւ տատիկների պատրաստած ծիրանի հյութը, որ այլևս մենք խանութներից ենք գնում 70 մգ ամեն բաժակի համար ավելացնում ենք հարգելիներս։ Վերջում ավելացնում ենք նարնջի լիկյոր ամեն բաժակի համար 15 մլ, որպեսզի շատ խեղդող չլինի։ Եվ կիտրոնի հյութ։ Վերջ։ Կիտրոնի հյութով վերացնենք բոլոր թթու խոսքերը, թող թթվաշությունը միայն կիտրոնի հյութը մեր կյանքում մեզ փոխանցի։ Հիմա լավ խփում ենք եւ տեսնենք ինչ կստացվի հիմա վերջում։ Գույնը խոստումնալից է։ Խառն եմ մի քիչ։ Վստահ եմ, որ ֆանտաստիկ է եղել։ Վերջ, կոկտեյլները պատրաստ են, այնպես որ կարճ դադարից հետո շարունակում ենք Ներսարին, գնացինք։ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը եւ ամուսնավերլուծություն ներկայացում։ Շարունակեք դիտել, քիչ հետո ներսում Աշոտն ու Սոֆյան բեմի ու կյանքի անկեղծությամբ։
կրկեմ ով է կանչել սերակորակ ով է կանչել նրան բայց ում խոստանամ ում մոռանամ ում քեզ կրկեմ ով է կանչել սերակորակ ով է կանչել նրան Մենք վերադարձանք եւ ուզում եմ ներկայացնել ձեզ տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ձեր ծննդյան օրը կամ ընկերական հանդիպումները հիշարժան դարձնելու համար ընտրեք Park Bridge-ը։ Ջերմ մթնոլորտ, հետաքրքիր ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Park Bridge ռեստորանում ամեն օր կարող եք վայելել շոու ծրագիր, երգ, պար, ուրախ ժամանց եւ իհարկե համեղ խոհանոցի լավագույն ուտեստները։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ ընկերական հավաքույթները կդարձնի իսկապես անմոռանալի։ Փաթեթների լավագույն տարբերակներին ծանոթանալու համար զանգահարեք 094 38 0606 Անցկացրեք եւ վայելեք ձեր տոնական օրերը հենց Park Bridge ռեստորանում։ Եթերում ներսարի գիշերային շոուն է եւ այն համով մասն է, որտեղ պետք է ներս գան հյուրերը եւ իհարկե պատմեն այն ամենի մասին, ինչ ես նրանց կհարցնեմ։ Հետաքրքիր է, իսկ հյուրերը իրենք ինչ-որ բան չունեն ինձ ասելու։ Հնարավոր է խորհուրդ, հնարավոր է մի լավ խոսք։ Ես այդ իրենց չեմ հարցնելու, բայց կհասկանանք, եթե ներս հրավիրեմ այն մարդկանց, ովքեր համարձակորեն մտել են սիրո անատոմիայի մեջ։ Ամուսնաբերլուծություն ներկայացում սիրված զույգ Աշոտ Տեր-Մարտիրոսյան եւ Սոֆիա Պողոսյան։ Ներս եկեք։ I'm a legal alien, I'm an Englishman in New York. Whoa, I'm an alien, I'm a legal alien, I'm an Englishman in New York. Whoa, I'm an alien, I'm a legal alien, I'm an Englishman in New York. Whoa, I'm an alien. I'm a legal alien, I'm a gooey man in Բարի երեկո, բարի գալուստ ներս, ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ եմ, որ ներսում եք, ոնց եք։ Բարի երեկո, մենք էլ շատ ուրախ ենք, որ հերթական անգամ ներս ենք գալիս, չեք պատկերացնի, ներսես ասեց, ներս եկեք, մի հատ ամուսնավերլուծություն անենք, մենք էլ եկել ենք։ Այո, այսօր մենք միասին անելու ենք ամուսնավերլուծություն, որտեղ խոսելու ենք նոր ներկայացման մասին, որը կոչվում է ամուսնավերլուծություն։ Վերնագիրը արդեն հետաքրքիր է, արդեն ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչեր է տեղի ունենում բեմում, բայց ուզում եմ, որ դուք պատմեք մեզ այս ամենի մասին, ամենասկզբից, հա, վստահ եմ, որ դուք ունեք շատ հետաքրքիր պատմություններ, գուցե նաև ոգեշնչվել եք ձեր ընկերների պատմություններով, շրջապատի պատմություններով, որից նաև ծնվել է այս գաղափարը, հա։ Ուզում եմ դուք մեզ ամեն ինչ պատմեք ամենասկզբից։ Ամեն ինչ սկսվեց մեր ընտանիքից, հենց ոգեշնչումը մեր ընտանիքին եղավ, իհարկե օգտվեցինք տարբեր օրինակներից, դե կին տղամարդ հարաբերությունը դա համամարտկային է, հա։ Շատ ընդհանրություններ կան։ Ու այդ մեր վեճերի ժամանակ իրար չհանդուրժելու, իրար տալ սպանելու արդյունքում ինձ մոտ հղացավ միտք, որ այս ամենը համամարտկային է, կին տղամարդ հարաբերություններ ու կարելի է իրան հանել բեմահարթակ։ Իհարկե ինչ-որ հղկումներով, իհարկե ինչ-որ խնդիրներ բարձրաձայնելով, այդ խնդիրների համար լուծումներ առաջարկելով ու որ կարողանան մարդիկ էլ գան, իրենց կողքից նայեն։ Ցավալիորեն պետք է նշեմ, որ վերջին շրջանում, վերջին տասնամյակի ընթացքում երևի թե ավելի շատ են սկսել ամուսնալուծությունները, ավելի շատ են, օրինակ մի տարուց ավել չեն դիմանում։ Ու մենք փորձեցինք թե նոր ամուսնացող զույգերի համար, թե արդեն ամուսնացած զույգերի համար ինչ որ օրինակ լինել բեմահարթակի վրա, որ իրենք իրենց տեսնեն ու փորձեն լուծումներ գտնել ընտանիքը պահելու համար, որովհետև իմ խորին համոզմամբ հայրենիքը սկսվում է ընտանիքից։ Այսինքն եթե դու ունես ամուր ընտանիք, սիրված երեխաներ, այդ երեխան լավ քաղաքացի է մեծանալու, բայց դրա համար պետք է դու ընտանիքը պահես։ Լինելու է լավ քաղաքացի, լավ աշխատող, լավ մարդ, լավ հայրենասեր տղա կամ աղջիկ, ինչու ոչ։ Դրա համար փորձում ենք ինչ որ չափով մենք էլ մեր մասով այնպես անենք, որ չամուսնալուծվեն կամ ամուսնալուծվելուց առաջ մտածեն, անալիզանեն ու հետո չամուսնալուծվեն, հա, ստացվում է այդպես կարող ենք ասել։ Ինձ հետաքրքիր նաև այս
ամիսները մինչև բեմ գնալը, մինչև բեմական փորձերին անցնելը, ոնց եք պատմել ձեր էմոցիաների մասին, կիսվել եք ձեր ընկերների հետ, խաղացել եք ինչ-որ տեսարաններ, որտեղ ամեն ինչ եթե ծնվել է ամուսնությունը վերլուծելուց, վստահ եմ, որ նաև շատ ավելի հեշտ է կիսել հենց կողակիցների հետ, ովքեր կիսում են ձեզ հետ կյանքը, ինչ են ասել, օրինակ, չգիտեմ, ինչեր եք լսել, այ մեր հետ էլ է սենց կամ այս իրավիճակը շատ իդեալական է նկարագրում, սենց բան կլինի տանը դժվար լինի, ինչեր եք լսել մինչև հանդիսատեսին հանձնել այս ամենը։ Դե շփում եղել է, ընկերները շփում եղել է, բնականաբար մի հատ վերլուծել ենք լիքը հարցեր, տարբեր խնդիրներ ու ամենակարևորը հենց ամենասկզբից ընկերները միանգամից ասացին այո, սա աշխատող թեմա է ու անպայման պետքա կպնեք ու նպատակասլաց իրականացնեք, կյանքի կոչեք այդ գաղափարը ու հա այդ շփումները եղել է, որովհետև իրանցից յուրաքանչյուր ունի մի խնդիր, խոսում ենք, շփվում ենք, ասենք դու ընտանիքում ոնց ես, ասենք քեզ մոտ ոնց ասում, նույնն է, պետք նույն կանայք են սիրում են ուշանալ, չեն լսում կամ լսում են այն ինչ որ իրանց է հարմար եւ այլն, նույն հակառակն է կանանց տեսակետն ենք նայել, ռիսկ չունենք չնայենք։ Այնպես որ սենց քննարկումների արդյունքում մտահղացում եղավ, Նարեկի հետ Ավագյան գծերը կետերը հասկացանք, ընդհանուր գաղափարներ տվեցինք, որ մեր նմանությունն էլ մեր ընտանիքի օրինակն էլ լինի ու իրականացավ։ Իհարկե մեր շատ սիրելի, մեր կողմից շատ սիրելի Նարինե Մալյանի թեթև ձեռքով ու մեծ շատ հաճելի էր աշխատել ու շատ շնորհակալ եմ որ դիմացաք մեզ Տիկին Մալյան ջան ու շատ հաճելի էր աշխատել ձեզ հետ այսպես այսօր մենք ունենք ամուսնավերլուծություն ներկայացում որտեղ գալիս են ու դալիճում նստած ընկերներ ասում են որ դիմացի շարքում կողքը հետևում անընդհատ ներկայացման ընթացքում ասում այս դու ես չէ դու ես ոնց ու սկսում են այդտեղ թեթև վեճի բռնվել ինչը վկայում է այն մասին որ այո սա համամարտկային թեմա է դիպուկ թեմաներ են ընտրել համամարտկային ու աշխատել է ներկայացումից հետո Պարզապես մարդիկ չեն գալիս ներկայացում նայում եւ դրանով վերադառնում տուն, այլ լինում է բուրըն քննարկումներ, համոզվել ենք արդեն դրանում, թե վիճաբանություն, քննարկում, բանավեճեր եւ այլն ամեն դեպքում Մեսեջը տեղ հաստում է։ Մարդիկ իրենց այդ տուն տանելու բան ունեն։ Այո։ Ներկայացումից հետո։ Հրաշալի է։ Ներկայացման մեջ գիտեմ, որ նաև արծարծվում են թեմաներ, խոսում եք բաների մասին, որոնք հաճախ չեն բարձրաձայնում մարդիկ կամ գուցե իրենց կենցաղային հարցեր են նույնիսկ քննարկելիս, հա։ Այ ըստ ձեզ, որն այն ամենահամարցակ գիծը, որ դուք բարձրացրել եք բեմ ու ի սկզբանե մտածել եք, որ չէ, սրա մասին պիտի խոսվի, սա խնդիր է, բայց չգիտեմ, մարդիկ սա շրջանցում են կամ չեն խոսում այս մասին։ Կարծում եմ ինչն է։ Երևի թե չկա այդպիսի հատուկ մի բան, որ մարդիկ չեն բարձրաձայնում, բայց մենք բարձրաձայնել ենք, այլ հիմնական մեխը այն է, որ հենց բոլոր այն թեմաները նրանք են, որ բոլորի տներում կա, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուրից թվում է, որ միայն մեր տանն է այդ վիճակը, ու դու այդ իրավիճակի հետ միայն մենակ ես, եւ դա միայն քեզ է առնչվում, դու այդ ունես այդ խնդիրները քո ամուսնու հետ կամ ամուսինը քո հետ, բայց այնինչ երբ դրա մասին խոսում ու բարձրաձայնում ես, պարզվում է, որ չկա այնպիսի ընտանիք, որտեղ չլինեն նմանատիպ թեմաներ։ Պարզապես հերիք է բարձրաձայնել եւ այդ ամենը արդեն ջրի երես է դուրս գալիս։ Իսկ երբ դրանից խոսում ես, արդեն խնդիրը կիսով չափ լուծվում է։ Իսկ այստեղ դուք պատմում եք մարդկանց հենց այս տեսանկյունից, որ շատերը գան, նստեն ու հասկանում, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ, որ Ուղիղ դրա մասին չի ասում իհարկե, բայց հանդիսատեսը նայելով արդեն իրենք իրենց տեսնում են ու հետո խոսքի բանավեճի քննարկումների ընթացքում արդեն դե պարզ է դառնում, որ դրա մասին է։ Եվ վերջի մասին իհարկե շակերտները չբացելով հանդիսատեսը արդեն թող կան, նայեն եւ իրենց եզրակացություններն անեն։ Ամուսնությունը հեշտ բան չէ, պարզապես պետք է հաշվի առնել, որ կան կրիզիսային շրջաններ եւ պետք է իմանալ դրանց մասին եւ երբ դու ունենում ես գիտելիք եւ ինֆորմացիա, այդ խնդիրներին ուրիշ աչքով ես նայում։ Հակառակ պարագայում քեզ թվում է, որ այդ ամենը անիմաստ է, ինչու է պետք է այդ խնդիրների անհարթելի են, այդպես էլ շարունակվելու է, չի լուծվելու, ինչի պետք է այս վիճակի մեջ ապրել, հատկապես հիմա երիտասարդները գտնում են անիմաստ, եթե խնդիր է, ինչի է պետք դա շարունակել, եկեք եթե խնդիր է, վերջ դնենք այդ ամենին, չենք լուծում եւ գնում, բայց եթե այդպես շարժվես, դա անդադար կրկնվող process է լինելու, պարզապես տարբեր մարդկանց հետ, որովհետեւ չես կարող շրջանցել այդ этаպները, դա այսպես թե այնպես լինելու է։ Ցիկլիկ բնույթ է կրելու ինչ-որ բայից կյանքում, բնականաբար։
Սոֆիա կնոջ տեսանկյունից հետաքրքիր է շատ կանայք որտեղ են ամենաշատը սխալվում կամ չափազանցնում հարաբերություններում կամ սխալվում։ Հիմնական մեր սխալը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք տղամարդուց սպասում ենք այն, ինչը կսպասենք կնոջից։ Այսինքն մեր այն ռեակցիաները սպասում ենք նույն տիպի ռեակցիա, ինչ որ կսպասենք կնոջից։ Այնինչ դա չի կարող այդպես լինել, նույնիսկ եթե խոսում ենք մածունը սպիտակ է, կարող է տղամարդը ասի, այո, սպիտակ է, բայց վերջում պարզվի, որ ինքը սպիտակ ասելով լրիվ ուրիշ բան նկատի ուներ։ Իր համար սպիտակը դա բաց երկնագույն է, օրինակ։ Թվում է թե դու նույն բանից ես խոսում, բայց իրականում երբ այդ ճակերտները բացվում են, այդ բարձվում է որ տակը լրիվ ուրիշ բան է, թաքնված։ Բայց դա բնությունից է, պարզապես կանայք մի այլ կերպ են նայում եւ զգում աշխարհին, տղամարդիկ այլ կերպ։ Մեկ այլ։ Այո։ Բայց այս նույնը ես հայելաձև կարող եմ ասել Այո, իհարկե։ կանանց նկատմամբ, որ ասում են սպիտակ, չի կարող այնպես լինի, որ մենք ասենք սպիտակ, բայց նկատի ունենանք բացի երկնագույն։ Այո։ Այդտենց մենակ կանայք են անում։ Դա դրա մասին պարզապես պետք է խոսել։ Համբերատարությամբ, հա, դրա մասին պետք է խոսել։ Իսկ հիմնական խնդիրը կայանում է։ Հենց հիմա վեճ է։ Ուզում եմ ասել, որ մենք հենց հիմա ասում ենք ամուսնավերլուծությանը, բայց ես ունեի նույն հարցը նաև Աշոտ քեզ համար, տղամարդու տեսանկյունից, որն է ամենաշատ սխալը տղամարդը, որ թույլ է տալիս հարաբերություններում։ Երևի թե լսել չցանկանալը կարծում եմ։ Այո։ Հա, չէ, իրականում ընթացքում հա շատ բաներ ես հասկանում, հա, երկար տարիների ընթացքում հղկվում են հարաբերությունները, ամենակարևորը սերն է։ Եթե կա սեր, մարդիկ սիրում են միմյանց, ուրեմն պետք է ամեն գնով ամեն ինչ անել ու պահպանել իրանց ընտանիքը ու այդ գրավականներից մեկը իրար լսել, կարողանալ հասկանալ, հա, իհարկե լսելը շատ կարևոր է ու ես փորձում եմ, անընդհատ աշխատում եմ ին վրա, որ լսեմ, ուղղակի լավ կլինի, որ Սոֆան էլ ասի այն, ինչ մտածում է, այլ ոչ թե ուրիշ բան, բայց մենք գուշակենք, որ ինքը ուրիշ բան նկատում է, թեթևացրեք մեր կյանքը, խնդրում եմ։ Մենք էլ ենք։ Ասեք այն, ինչ մտածում եք, հա։ Հա, ուղղակի Մենք խոսենք դրա փորձում ենք, մասին։ պարզապես կանայք իրենց մեծ թվում է, որ մենք հենց ասում ենք այն ինչ շատ པարզ ենք ասում, բայց տղամարդու համար պարզվում է, որ դա པարզ չի։ Մեզ համար է, այո, թվում է։ Դա մեր կարծիքով այդպես է։ Այս հարցերի պատասխանները ավելի շերտային կստանաք եւ դիտեք համուսնավերլուծություն ներկայացումը, անցնենք առաջ, ինձ հետաքրքիր նաև փորձերի ժամանակ ինչ ճանապարհ եք անցել, կամ օրինակ որն էր ամենահիշվող պահը ձեզ համար փորձերի, ամենաշրջադարձային պահը, որ դրանից հետո գուցե ամեն ինչ ավելի լրջացավ կամ ավելի թուլացավ, ավելի հումորի կարողացաք տալ, ուրիշ ձև մոտեցաք, այդ շրջադարձային պահը երբ եղավ փորձերին։ Այո։ Եվ Տիկին Մալյանը բարկացավ։ Հա, Տիկին Մալյանը իհարկե շատ տանջվեց սկզբում դե իհարկե այդ վեճերը դա բնավորություն է, էլի երկուսին ասել, դա ինչ-որ սուր բնավորություն է, որ չես ուզում ընդունես, չես ուզում քայլ հետ անես, հա, բայց իհարկե վերջում գալիս ենք այնտեղ, որ հասկանում ենք, որ հոп մի րոպե հանգիստ, մի հատ քայլ հետ ամենքս Չէ, հետո պետք է բուֆերային զոնա ենք եւ ստեղծում, որ իրար չսպանենք, անձնականը նաև գործնականի մեզ մոտ մեջ է։ լինում էր վեճեր, բախումներ, բռիվներ, ու այդ վեճերի ընթացքում Խեշտիկին Մալյանը չէր հասկանում, սա ներկայացումից ինչ որ հատված է, թե մեր անձնական, հետո հասկացա, որ արանքում sense անձնական վեճերը չի կարա սա այսպես լինի, մի հատ դու ինձ լսի, մի հատ դե ոնց կարա տենց բան լինի, անընդհատ վեճեր բան։ Տիկին Մալյան ջան կներեք, հա։ Այդ վեճերը անընդհատ փորձերի ընթացքում բոլոր փորձերը հիշում եմ։ Հերթով ասեմ, Չէ։ չեմ ասի, բայց վեճերը անպակաս էին փորձի ընթացքում, բայց երևի թե դա էլ իր հերթին օգնեց, որ ներկայացումը ավելի ամբողջական դառնա, որտեղ այդ վեճերի արդյունքում ինչ որ բաներ փոխվում էր, հղկվում էր, շտկվում էր ու ավելի տենց գեղեցիկ ֆորմա էր ստանում։ Այս տարի կհասցնեք էլի խաղալ մարդիկ դեռ կունենան շանս, թե արդեն պետք է փնտրեն 26-ի խաղացանկում։ Այս տարվա վերջին ներկայացումը մենք խաղացինք այսօր, բավականին հաջող ներկայացում դեկտեմբերի 11-ին։ Ու ուզում եմ առիթից օգտվելով հունվարի 30-ի համար հրավիրատոմս, ասենց ամուսնավերլուծություն, հաջորդ ներկայացումը կլինի հունվարի 26-ին, ներողություն հունվարի 30-ին։ Որի հրավիրատոմսը ես հենց հիմա ստանում, սա իմ ամենասիրելի պահից է ներսերիում։ Անչափ շնորհակալ եմ։ Տիկնիկային թատրոնում սիրով կսպասենք։ Սիրելի եւ հարազատ տեխնիկային թատրոնում, այո, հրաշալի։ Շնորհակալություն։ Հունվարի 30-ին։ Հունվարի 30-ին կլինի հաջորդը։ Այսօրվա ներկայացումը դուք արդեն բաց եք թողել սիրելի հեռուստադիտող, հաջորդը կլինի 26 թվականի հունվարի 30-ին ազգային տեխնիկային թատրոնում եւ
Քանի որ մեր ժամանակը սուղ է, ես դեռ ձեզ բաց չեմ թողնում, որտեղ ունենք ձեզ համար մի փոքրիկ խաղ, բայց խաղի մասին կարճ դադարից հետո եւ դուք եւ հեռուստադիտողը կիմանաք գնացին դադար այս բան։ Just want attention, you don't want more. Maybe you just sit up through me with someone new. Yeah, you just want attention. I'm new from the start. You're just making sure I'm never getting over you. What are we doing? What are we doing now? What are we doing? What are we doing now? What are we doing? What are we doing now? What are we doing? What are we doing now? Разве не ты же вполне самая лучшая на земле? Разве не я самая лучшая? Разве не ты же вполне самая лучшая на земле? Разве не я самая лучшая? Շարունակում ենք ներսարի գիշերային շոուն եւ խոստացված պահն է հիմա ու քանի որ ամուսնավերլուծությունում հարցերն ու պատասխանները շատ տարբեր են դրվում եւ բոլոր հարցերն ու պատասխանները լսելու եւ վերլուծելու համար դուք անպայման պիտի հունվարի 30-ին արդեն 26 թվականի բաց չթողնեք ամուսնավերլուծություն ներկայացումը եւ քանի որ սրա հետ մեկտեղ նաեւ Երևանում կա նորություն Թումանյան շաուրմայում հայտնվել է առաջին դաբլ շաուրման կրկնակի մսով, շատ մսով, այնքան մսով, որ մենք ամեն դեպքում որոշեցինք ձեզ այս մասին պատմել, մենք խաղը կոչել ենք հենց նաև այդպես։ Double սեր թե double շաուրմա։ Հիմա կասեք ոնց ենք մենք այս խաղը խաղալու, ինչ օրենքներ եք մեզ համար հորինել, բայց մենք ունենք ձեզ համար օրենքներ եւ այսպես մենք խաղում ենք double սեր կամ double շաուրմա։ Եթե դուք պատրաստ եք սկսենք, եւ այսպես ես ձեզ տալիս եմ զույգերի կյանքի տարբեր իրավիճակներ, դուք որոշում եք, սա լուծվում է սովորական շաուրմայով, թե ասենք սա double շաուրմայի թեմա է։ Սովորական շաուրման չէ լուծի։ Հարց առաջին, եւ տղամարդն ասում է ես շուտ եմ գալու, բայց գալիս է մոտ 6 ժամ ուշ։ Ինչ բերի հետը։ Սովորական թե double շաուրմա։ Եթե 6 ժամ ուշ է եկել։ 10 ժամից։ Բնականաբար։ Գոնե double, որ հարցը Գոնե, ես քո փոխարեն ձեր երկուսն էլ կբարձրացնեի։ Դու քո տարբերակը եւս կարող ես ասել, օրինակ 6 ժամ ուշանալու դեպքում տուն գալուց ո՞նց է հարցը, ինչով կգցեի տեղը։ Ծանր։ Մեծ, double, սովորական։ Big double շաուրմա։ Տարապանքը փորձ ունի, հացակ հաջորդ հարցին։ Երբ կինն ասում է ոչինչ նորմալ է, խնդիր չկա, բայց հասկանալի է որ կա։ Ինչ պատվիրի տղամարդը։ Սովորական թե double շաուրմա։ Ես եմ պատասխանում։ Երկուսով։ Double, triple ես տեսնում այստեղ մեծ։ Դες աշոտը մտածում Փոքր շաուրմա, որովհետև որ շատ ուտի հետո գիրանալու է, որ գիրացավ արդեն մեր քթից է դուրս գալու։ Այդքան էլ դժվար լուծվող հարց չի, հա, ըստ քեզ այս հարցը փաստորեն։ շատ ոտամորտենց ես Բայց այս կարծում։ դժվար հարցերից է։ Չէ, ամեն ինչ նորմալ է, բայց հասկանում ես։ Ֆիքսի որ դա տենց չի։ Հարց 3. Երբ համատեղ գնումների ժամանակ տղամարդն առաջարկում է ուրիշ գույնի վարակույր կամ կնոջ ընտրած ծաղկամանը, դուրը չի գալիս ու դրա մասին կարծիք է հայտնում, հա, ուղղակի ասում որ էս լավը չէր։ Դրանից մի քանի ժամ հետո, քանի հատ double շաուրմա պատվիրի կամ ինքը դառնա առաքիչ, ինչ անի։ Սովորական շաուրմա բերի, double բերի, ոնց լուծի այս հարցը։ Թեթև լուծող հարցերից է, չէ՞։ Ընդհանրապես կարծիք է։ Դեռ, մինչև Սկսենց, կիսա։ տան վերանորոգում հասնելը նոր բարձ կդառնա։ Քանի շաուրմա է պետք, չէ։ Հա, կինոներից է սկսելու։ Հարց 4. Երբ կինը 2 րոպեում հիշում է 2014 թվականի մի խոսակցություն, որը տղամարդը չէր հիշում անգամ դեռ 24-ին, հա, կամ 24-ի խոսակցությունը կամ 14-ին 14-ի խոսակցությունը, ինչ անի տղամարդն այս իրավիճակում։ Ինչը կփրկի նրան։ Double շաուրմա ուտելը։ Մեր դեպքում հակառակն է, ես չեմ հիշում, Մաշտոտն է հիշում։ Բայց Իսկ ինչ որ բան է փոխվել, ուզում եմ հասկանալ։ Մեր մոտ էլ է այդպես օրինակ, ու վերջերս շատ եմ նկատում, որ արդեն տղամարդիկ ավելի լավ են հիշում ինչ որ կոնկրետ օրեր, քան կանայք։ Չէ, ուղղակի սոֆայի մոտ ընդհանուր հիշողությունս լավ չի։ Հավկուրություն, մի քիչ այդքան էլ լավ չի։ Շատ լավ է։ Հարց 5-րդ։ Չունեմ հարց 5-րդ, ես ուղղակի ձեզ մաղթում եմ։
լեպլեցու դալիճներ, լավ տարի 26 թվականի շնորհակալություն ձեզ օրեկակներ, շնորհակալ եմ որ բերեցիք ձեր դրական ու լավ էներգիան ներս։ Շնորհակալություն Կհանդիպենք համար։ հունվարի 30-ին Տիկնիկային թատրոնում ամուսնավերլուծություն ներկայացման ժամանակ։ Լիքը այսպես լավ երեկոներ։ Անչափ շնորհակալ եմ որ ներսում եք։ Լավ, մենք բարձեցինք կարծում եմ շատ հարցեր, որոնք անհանգստացնում էին մարդկանց հարաբերություններում, ամուսնություններում, բայց այս ամենի մասին ավելի բարձ ձեզ կպատմեն իմ սիրելի հյուրերը հունվարի 30-ին Տիկնիկային թատրոնում ամուսնավերլուծություն ներկայացման ժամանակ, այսքանով մենք ավարտում ենք ներսարի այս հատվածը, բայց մնացեք մեզ հետ, որովհետև ես դեռ էլի հյուրեր ունեմ։ Դադար այս բանին։ This is a man's world. This is a man's world. But it would be nothing without a woman or a girl. You see, when you admire, you were seen alive, seen alive. Feel the city breathing and everybody shaking when we're seen alive, seen alive. You're seen alive, seen alive. I've seen alive. Մենք վերադարձանք եւ իհարկե Աշոտի ու Սոֆիայի զրույցը միևնույնն է դեռ ինձ ուղեկցում է ու գիտեք ինչ մտածեցի հենց ամուսիններն են իրար ծեծում են բառից բուն ու փոխաբերական իմաստով պետք է գտնել միտեղ որ հաստատ գիտես ու կասես որ լավ հիմա գնամ ինձ մի քիչ հավաքեմ ու այդ տեղը հենց մեր հաջորդ հյուրերն են ղեկավարում Միլանա սպա կենտրոն Հայաստանում միակ կենտրոններից որտեղ վերականգնողական ու բուժական մերսումը լեգալ լիցենզավորված եւ պրոֆեսիոնալ մակարդակով է արվում եկեք ասենք մի ոլորտ որը Հայաստանում դեռ նոր է բայց շատ կարևոր վերականգնում, բուժում եւ մարմնի հանդեպ հոգատարություն։ Ներս կանչեմ իմ հյուրերին։ Տիգրանուհի Կարապետյան, Միլանա սպա բժշկական կենտրոնի տնօրեն, Նարինե Կարախանյան, Միլանա բժշկական կենտրոնի սպա բաժնի ղեկավար եւ Ամիր Հոսեյն Խաջուի մերսման մասնագետ։ Ներս եկեք։ Isn't she lovely? Isn't she wonderful? Isn't she precious? That's that one meaning. Oh, I'll never thought her love would be making one as lonely as she. But isn't she lovely? May I Բարի երեկո եւ բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ եմ որ այստեղ եք, ոնց եք։ Լավ, շատ լավ։ Ընտիր։ Առաջարկում եմ գանք ամենասկզբից, հա, խոսելու ենք շատ կարևոր բանից, մարմնի առողջությունից, հոգևոր առողջությունից, որոնք շատ փոխկապակցված են ու ձեր գործը նաև շատ մոտեցնում է այս ամեն ինչի միաձուլմանը։ Ոնց ծնվեց Միլանա սպա կենտրոնը, ինչն էր տեսլական այս կենտրոնի սկզբում։ Շատ պատահական սկզբունքով է առաջացել։ Դեռ շատ երկար տարիներ շարունակ ես միշտ երազել եմ ունենալ նման կենտրոն, բայց ավելի շատ ունենալ վերականգնողական կենտրոն, որտեղ ես ինքս ունեի առողջական խնդիրներ ու ուր հաճախում էի, մի տեսակ չէի գտնում ինձ այնպես, որ ինքը հիվանդանոց չլիներ, որ ինձ որպես հիվանդ չհիշեցներ։ Այո։ Եվ ուզում էի, որ լիներ այնպիսի մի տեղ, որ երբ որ ես ներս մտնեի, ուղղակի զգայի ինչ որ հաճելի մի վայր, որտեղ կստանամ նաև բուժական ծառայություններ ու միշտ այդ միտքը իմ մոտ եղել է, բայց քանի որ ես մասնագիտությամբ լրիվ այլ ոլորտ եմ ու որևէ առնչություն չունեմ բժշկության հետ, բայց իմ բոլոր ընկերները բժիշկներ են ու օրերից մի օր մենք շատ հետաքրքիր հավաքի էինք նստած ու դուրս եկանք իմ բոլոր ընկերները ասենց ամեն մեկը ինչ որ մի բան խոսում էր բժշկությունից ու մենք անցնում էինք Սայաթնովայի փողոցով ու նկատեցինք պիրամիդան, որը գրված էր որ տրվում է վարձով ու ես ասացի ես հենց սա եմ ուզում ու իմ ամուսինս նայեց ինձ գժվել ես ասի խնդրում եմ կանգնի ու մենք մեքենայից դուրս եկանք արագ զանգեցինք հետևյալ հեռախոսահամարով ու մի անգամից որոշեցինք որ վերջ այդ տարածքը մերն է
ու ինձ անընդհատ հարցնում էին ինչի պիրամիդան ոնց եք պատկերացնում պիրամիդայի մեջ այդ ամեն ինչը, քանի որ քաղաքում ես գրեթե չէի տեսնում եզակի կառույց, բոլորը շենքեր են, բոլորը սիրուն ֆասադներ ունեն եւ այլ եւ այլ։ Ես մտածեցի, որ ինքը եզակի է, հիշվող է, սիրուն է ու բոլորս շատ լավ գիտենք, որ Եգիպտոսում ժամանակը անցնում է պիրամիդայի ներսում շատ դանդաղ ու հենց նաև այդ ֆորմատը որոշեցի որդեգրեմ, որ հայտնվենք մենք պիրամիդայի ներսում, սպա կենտրոնում, ուղղակի կտրվենք ժամանակից, համ ռելաքս կլինենք, համ բուժական ներսումներ կստանանք, համ հետաքրքիր ինչ-որ աուրա կստեղծվի, բարեբախտաբար կարծում եմ, որ ինձ ու իմ թիմին հաջողվեց այդ ամեն ինչը ստանալ, հուսով եմ, որ կշարունակենք այդ ֆորմատը։ Հրաշալի։ Շատ լավ նախապատմություն է իրականում, շատ հետաքրքիր ու ինձ նաև շատ հետաքրքիր է թե բուժական ու վերականգնողական մերսման լիցենզիաները այդ առասարակ ինչ արժի ոնց է արվում, ինչքան խնդրահարույց է դա ստանալը։ Իրականում ես ինքս չգիտեի, որ ամեն ինչի համար պարտադիր պետք է ունենանք լիցենզիա։ Երբ որ մենք բացեցինք սպա, ես անընդհատ ինձ հարցնում էի, լավ, քաղաքում շատ սպաներ կա։ Ինչի են այսքան շատ ու ինչի որևէ միտեղ հատուկ բուժականի վրա որևէ մեկը չի կենտրոնանում։ Ու երբ որ մենք սկսեցինք արդեն մասնագետների հավաքագրել, էլի շեշտում եմ ընկերներս բժիշկներին ու շատ ուշադրություն էինք դարձնում, որ մեզ մոտ լինի գրագետ մասնագետ, ու այդ ժամանակ հասկացանք, որ մենք առնչվում ենք արդեն մարդու մարմնին ու անատոմիային, այսինքն այդտեղ իրականում պետք է նաև հասկանալ, թե ուր ենք գնում մենք։ Հետո մենք դիմեցինք նախարարություն եւ ստացանք գրություն, որ բուժական մերսում կատարելու համար անհրաժեշտ է լիցենզիա, կինեզոթերապիան անելու համար անհրաժեշտ է լիցենզիա, հատուկ պրոցեդուրաներ կան, որ դրա համար եւս անհրաժեշտ է լիցենզիա։ Եվ այդ իսկ ժամանակահատվածից մի 2 ամիս սենց մեր բարբարով ասած պաուզա տվեցինք ու սկսեցինք թղթաբանությամբ զբաղվել եւ հանեցինք բոլոր լիցենզիաները եւ գործընթացի մեջ ենք կեսպայդրությամբ կինեզոյի լիցենզիայի համար, ստացանք վերականգնողական բուժման, մերսման լիցենզիա, որի շնորհիվ հիմա մեզ մոտ աշխատում է հատուկ վերականգնողաբան, մեզ հետ աշխատում են թերապևտներ, որը որ ավելի է հեշտացնում ու ավելի գրագետ է դարձնում մերսման մասնագետի գործը։ Երբ որ հաճախորդը գալիս է, մենք չգիտենք անատոմիան այդ մարդու, մենք չգիտենք արդյոք մարդը ունի տրոմբ, արդյոք մարդը ունի որոշակի հակացություններ մերսման հետ կապված, որտեղ մեզ բոլորիս համար, անգամ իմ համար միշտ այդպես է եղել, մերսում ուղղակի ձեռքերի շարժումը, որ մեր օրգանիզմը ուղղակի թեթև հանգստացնում է, բայց իրականում երբ որ մենք խորանում ենք ու հասկանում ենք, որ դա եւս գիտություն է, որը ուղիղ կապ ունի բժշկության հետ, դրա համար ես որոշեցի թիրախավորեմ հենց բուժական մերսումը եւ որպես սպա քաղաքում առանձնանալ նրանով, որ մեզ մոտ ավելի շատ շեշտադրումը դրվի բուժական մերսմանը։ Նաև հավելեմ, որ քանի որ մեր մոտ կան մի շարք ջրային զոնաներ, այդ թվում համամի պրոցեդուրան, շարկոն, դուշ վիշին, իրենց մոտ հակացությունների ամենագլխավորը հենց վարիկոզն է, տրոմբային ռիսկերը, որ կարան ունենան։ Այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ համոզվեցի, որ այդ ամեն ինչը ուղղակի պատահականություն չի։ Երբ որ մարդը գալիս է, դու մարդուն պետք է վերաբերվես այնպես, որ այդ մարդը լիարժեք բավարարված դուրս գա, անգամ մարդը չգիտի, որ կարա այդ խնդիրն ունենա։ Դրա համար մենք առաջինը հաճախորդի հետ անցկացնում ենք հատուկ տեստ, հետո ուղարկում ենք անվճար խորհրդատվության թերապևտի մոտ, այնուհետև նոր սկսում ենք մեր պրոցեդուրաները։ Հրաշալի առաջնահերթությունը տալ հենց այս ենթակետերին եւ կուզեմ ինձ պատմեք նաեւ պրոցեդուրաների մասին, որովհետեւ ես այստեղ տեսնում եմ լիմֆոդրենաժ, վերականգնողական մերսում, մարմնի մոդելավորում, relaxation մերսում, մի խոսքով մենյուն հարուստ է, հա։ Շատ ինչ է սպասվում մարդկանց։ Ծառայությունների ցանկը շատ մեծ է եւ աշխատում ենք, որ ել ավելի ավելացնենք եւ քանի որ ունենք տարբեր ազգի մասնագետներ, ոնց որ փորձի փոխանակումը, իրենց հմտությունները օգտագործելով, ինչ որ բերում ենք այն, ինչ որ միջազգային շուկան այսօր ունի։ Ունենք արդեն նշաձողը դրված է բժշկության մակարդակով, ավելացնելու ենք, աճացնելու ենք եւ ավելի զանազան տեսակներ ունենանք։ Ուզում եմ նաեւ ինձ պատմեք նորարարության մասին, հա, այս վակուում դրենաժորների մասին։ Այո, դա Հայաստանում դեռ շատ կենտրոններ չունեն, երևի եզակի կենտրոններ ունեն, վակուումային տրենաժորներ, որոնք եւ վակուում են առաջացնում աշխատելուց եւ մեջ ունի ինֆրակարմիր ճառագայթներ, որը էլի նպաստում է առողջական խնդիրների բարելավմանը։
Հրաշալի։ Ես գիտեմ, որ մենք այստեղ նաև ունենք հնարավորություն հենց պրոցեդուրան տեսնելու Այո։ Ամիրի ձեռքերի շնորհիվ։ Ես առաջարկում եմ սկսենք այդ ու նաև ընթացքում գուցե կբացատրենք մարդկանց թե ինչ ենք հիմա անում ու նաև ես էլի հարցեր ունեմ բնականաբար ձեզ տալու։ Ամիր, համեցեք, ես ներսում երբեք դեռ մերսման չեմ ենթարկվում։ Հանգիստ նստեք, մեջքի օգի, քիչ։ Բայց ես այս ընթացքում ինտերվյու եմ անելու Ամիրը, քիչենք հիմա մի հատ խոսափողս տեղավոր։ Մի քիչ կլուխ, Բայց այս ընթացքում կխնդրեմ, որ ինձ պատմեք, որտեղ ես գիտեմ, որ նոյեմբերի 22-ին Մոսկվայից Հայաստան ժամանած հատուկ բժիշկ ունեիք, որ ետ ունեցեք կոնֆերանս, այ ինչ թեմաներ եք բարձրացնում։ Քանի որ շեշտեցի, որ մենք ավելի շատ մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք բուժական մերսման, մենք որոշել ենք որդեգրել հատուկ առաքելություն եւ այդ հատուկ առաքելությունն է, որ մենք դրսից հրավիրում ենք մասնագետների փորձի փոխանակման, լսելու նաեւ դրսի փորձը ու հասկանալու թե ինչ նորարարական մեթոդներ կան դրսում, որ կարելի է օգտագործել Հայաստանում։ Շատ հետաքրքիր էր, երբ որ շուկան ուսումնասիրում ենք հենց օստեոպաթիայով, օստեոպաթիան վերականգնողական բուժական մերսման մի ճյուղ է։ Մենք հանդիպեցինք հենց տվյալ բժիշկին Տիգրան Մակիչյանին, ում խնդրեցինք եւ հրավիրեցինք Հայաստան։ Ինքը բավականին շատ զարգացած ու շատ լավ բժիշկ էր, որը ավելի մանրամասը բացատրեց մեզ, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում մանուալ թերապիան, բուժական մերսումը, օստեոպաթիան, վերականգնողական բուժական մերսումը։ Այսինքն մենք այդ ամեն ինչը պատկերացնում ենք մեկ բառի մեջ բուժական մերսում, բայց բանից պարզվում է, որ ինքը բավականին շատ ճյուղեր ուներ, եւ քանի որ կոնֆերանսի շրջանակներում մենք հասկացանք, որ պահանջարկը շատ մեծ է, այդ իսկ պատճառով մենք խնդրել ենք բժշկին, որ հունվարի երկրորդ կիսամյակում, բայց այս անգամ ոչ թե կարճաթև, այլ երկարաժամկետ լինի մեր կենտրոնում եւ կարողանա շատ հաճախորդների սպասարկել, որովհետեւ պահանջարկը չափից շատ մեծ էր, որ մենք չէինք էլ պատկերացնում։ Վա, հունվարի երկրորդ կես, այսինքն Այո, հունվարի երկրորդ կես դոկտորը կլինի Երևանում։ Այո։ Շատ լավ, ես կխնդրեմ, ես եթե աչքերս փակեմ, իմացեք, որ ես ձեզ լսում եմ միևնույնն է։ Դուք կարող եք դաժե քնեք մի քիչ։ Հա, բայց ես գիտեմ, որ նաև կից գործում են T-Med-ի բժշկական կենտրոնը եւ Onyx մարմնի մոդելավորում անող կենտրոնը, կպատմեք այս մասին մեզ։ Ինչու է կոչվում T-Med-ի։ Մենք Միլանայից առանձնացրեցինք մեր էսթետիկ բժշկության ճյուղը, քանի որ մենք կենտրոնացանք բուժական ոլորտի վրա, մենք որոշեցինք, որ ճյուղերը պետք է առանձնանա։ Էսթետիկ բժշկության կենտրոնում բոլոր պրոցեդուրաները կատարվում են ոնց որ ավանդական բոլոր էսթետիկ կենտրոններում։ Այդտեղ չունենք ինչ-որ հետաքրքիր յուրահատուկ առաջարկ, որ կարող է ինչ-որ մի ձևով շուկայում մենք տեղ զբաղեցնեինք։ Բայց ունեք նաև նման ծառայություն, որը Ունենք միայն լազերի շատ լավ ապարատ, որ Հայաստանում գրեթե երկրորդ կամ երրորդն ենք մենք, որ ձեռք ենք բերել այդ ապարատը, դա Ալեքսանդրիտի Alexander Pro Gain Plus-ն է, որը շատ արագ ազդեցություն է ունենում մազաթափության վրա, իսկ ինչու է կոչվում նաև Onyx մարմնի մոդելավորում, իրականում ինքը փոքրիկ ջիմ է, նախատեսված միայն աղջիկների համար, եւ հենց այդտեղ են գործում վակուումնի տրինաժորները, բայց մենք չենք թիրախավորել մեզ որպես ջիմ, քանի որ մենք ավելի շատ այդ բաժնում աշխատում ենք մարմնի մոդելավորման վրա, այսինքն կատարվում է եւ տրինաժորներ, կատարվում է եւ պիլատես, բայց ոչ պիլատես սարքավորման միջոցով եւ մեր վակուումնի տրինաժորները, որոնք օգնում են հատկապես մեր գեր աղջիկներին, հատկապես ալարկոտ աղջիկներին շատ արագ ազատվել իրենց ավելի հեշտ արդյունք գրանցել։ Այո։ Շատ լավ։ Հիմա կխնդրեմ, որ Ամիրը մի քիչ պատմի մեզ ինչ է հիմա։ Ես զգում եմ հենց հիմա փոփոխությունը, ես ավելի հանգիստ եմ ինձ զգում ամեն դեպքում աշխատանքային, ծանր աշխատանքային օրվա ավարտին, բայց կուզեմ մի քիչ մեզ պատմեք Ամիր։ Ամիր դե հայերեն, ասա ինչ ես անում։ Հայերեն Ամիր։ Okay, yes, ասում եմ։ Okay։ Էսի Արոն ցիրկուլյացիոնը հիմա շատ լավ է։ Դեռ համար դու մի քիչ հանգիստ ես։ Հրաշալի։ Ամիր ինչ եք անում 5-շաբթի եւ ուրբաթ երեկոները ներսարի ժամերին։ Ես դες առաջարկում եմ աշխատել միասին։ Էս գլուխը մենք էներգիայի դեղ ունենք։ Ահա։ Էս տարբեր դեղա օրգանիզմի համար է։ Էս ոնց ասեմ։ You can say in English, I can translate it for you.
Oh, okay, that's perfect. You can save me with this one. So for the head, we have a lot of energetic points, which is connected. Գլխի վրա մենք ունենք շատ տարբեր էներգետիկ point-ներ, հատվածներ։ So when we are working on it, actually we are healing the whole organs. Okay, եւ երբ իրենք աշխատում են գլխի վրա, այդպիսով բուժում են ամբողջ մարմինն ու օրգանիզմը, հենց այդ կետերին կպնելով։ One of the best points is on the top of the head, which we call it the gate of heaven. Լավագույն ձևը հենց գլխի վերնամասում աշխատելն է, որը իրենք մասնագետներով կոչում են դրախտի դարպաս։ Wow. So this is one of the best healing points. Սա լավագույն բուժող կետն է։ Այս երկուսը։ And here there is another point. Այստեղ ունենք ուրիշ կետ, որը ես հենց հիմա զգում եմ։ This is connected to the first vertebra. Սա կապվում է մեր առաջին first what? The vertebra, the spine. Okay, արյան գլխավոր երակին։ Չէ՞։ And here Aorta. are the temples. Wow, սա իրականում իսկապես ֆանտաստիկ է, ես կարծում եմ սա շատ ավելի խորքային պետք է զգալ այցելելով իմ այսօրվա հյուրերին, որովհետև գոնե մի ժամ պետք է սա զգալ ինձ թվում, որովհետև ես զգում եմ որ դրախտի դարպասների մոտ եմ։ Եվ կխնդրեմ ինձ նաև ասեք, որ արդյոք սա ունի տարիքային սահմանափակում, թե ոչ, ձեր կենտրոն հաճախել է եւ ինչ ունեք, ինչ տարիքային մարդկանց համար։ Մեր սպան հենց դրա համար համարվում է ընտանեկան սպա, որովհետև կարող են գալ ընտանիքով եւ փոքր երեխաների համար եւ մեծահասակների համար մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան որակավորումը, որ կարող են աշխատել։ Ես ուզում եմ նաև ավելացնեմ, որ մենք նաև մի ավելի յուրահատուկ ֆորմատ ենք ընդգրկել։ Մենք ցանկանում ենք նաև դպրոցներում ինֆորմատիվ հետաքրքիր սեմինարներ անցկացնել, որտեղ այս բժշկի այցելությունից հետո մենք հասկացանք, որ իրականում խնդիրները առաջանում են դպրոցական տարիքից, այն բaragայում, երբ որ անգամ փոքրիկները, նորածինները ծնվում են ու մամաները ավելի շատ տալիս են երեխաներին հեռախոս, այս կեցվածքը պարբերաբար կրկնվելու բaragայում առաջացնում է արդեն ողնաշարի խնդիր, որը մեծ տարիքում ավելի դժվար է բուժել, քան ավելի փոքր տարիքում։ Այդ իսկ պատճառով նաև որոշել ենք բժիշկների հետ հիմա աշխատում ենք, նաև կրթական ծրագրերի համագործակցություն ունենք, որ ընթացքում մենք սկսենք նման քարոզարշավ, որ կարողանանք բերենք շատ հետաքրքիր արդյունքի, որ եւ դպրոցական երեխաները ծանր պայուսակները կրելու ժամանակ եւ փոքրիկ երեխաներին մամաներին, այսպես ասած, բացատրական կամ ավելի կրթական ծրագիր սկսենք, որ երեխաները ավելի դժվարություն չունենան մեծ տարիքում իրենց կեցվածքը ուղղելուն ու ավելի հեշտ անցնեն այդ ճանապարհը, ինչ որ հիմա լինում է, որտեղ ունենում ենք շատ դեպքեր, երբ որ գալիս են 20-25 տարեկան երիտասարդ երեխաներ ու հասկանում են, որ ունեն թեքվածություն, սկոլիոզ, իրենց արդեն անհրաժեշտ է լինում հատուկ կորսետներ կրել, որը իրենց կյանքի որակի վրա է ազդում, չեն կարողանում շատերը սպորտից օգտվել հենց իրենց ողնաշարի խնդիրների պատճառով։ Այսինքն մենք մտածում ենք սպան ուղղակի սպա է, բայց երբ որ խորանում է սպա բառի մեջ ինքը լիքը Համալիր լուծումներ եք առաջարկում շատ մարդկանց։ Շնորհակալություն, որ եկաք ներս պատմեցիք մեզ այս լավ նորությունների մասին։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր բռնած գործին, ես շատ կարևոր է։ Ամիր, շատ շնորհակալ եմ։ Ես 10 րոպեում արդեն զգացի ինձ վրա, թե ինչ magic կարող է տեղի ունենալ ձեր ձեռքերի շնորհիվ։ Անկախ ամենից մենք դες նաև վերել ենք նվեր կարդ։ Գիտենք, որ ավիրից հետո ուզենալ եք անպայման գաք։ Շնորհակալություն, անչափ, ես սիրով կմոտենամ Միլանա սպա բժշկական կենտրոն, որտեղ համալիր լուծումներ եք առաջարկում մարդկանց։ Շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ եկաք ներս։ Կհանդիպենք վստահաբար դեռ։ Մերսի շատ։ Ես շնորհակալ։ Դե ինչ, մենք այսօր անցանք հարաբերությունների լաբիրինթոսով մինչև մարմնի հանգստության։ Օազիս սերը թող լինի առողջությունը սիրով լի։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեր հյուրերին, մեր հեռուստադիտողին, գործընկերներին, հովանավորներին, բոլորին։ Մնացեք բարով, կհանդիպենք հաջորդ թողարկմանը եթերում ներսարին։ Բարի գիշեր։ Isn't she lovely? Isn't she wonderful? Oh, I'm so happy. Meaning the evening. I never drew true love with me, making one as lovely as
she? But isn't she lovely?